Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ։ Ողջույն պարոն Կիրակոսյան։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Մենք շատ վաղուց միասին աշխատել ենք, ընտրություններին դուք մշտապես հետևել եք։ Ոչ թվականից սկսած եք ընտրություններին հետևել, կարծեմ 96-ից, ես 96-ից եմ ձեզ հիշում։ Չէ, 96-ին այդպես Չէ, ես այդքան քաղաքականության մեջ չկայի, մոտավորապես ուսանողական տարիներին էի տենց ավելի ակտիվ, հետո ավելի մշակութային, հետո Կարմիր խաչում։ Բայց դուք հասարակական կազմակերպությունում 99 թվից եմ։ 99, բայց դուք ընտրություններին հետևում եք մասնագիտորեն, որքան ես հիշում եմ։ Հա, նաև մշտադիտարկումներ են կարել, առաջի մեծ միսիաները մենք ենք անում, բանով, համագործակցելով, այն ծանր 2007 թվական, 2008 թվականի բաներին։ Ուրեմն 2008-ն է տպավորվել ինձ մոտ։ Տարբերությունների մասին մենք խոսենք, նմանությունների, տարբերությունների, բայց ուզում եմ սկսել հարցազրույցը ձեր մեկ գրառումից, Facebook-յան ձեր էջում դուք գրել եք. Նոր սահմանադրություն ընդունել չի ստացվի, լավագույն տարբերակը սահմանադրական բարեփոխումներ կլինի վարչապետի լիազորությունների կրճատում, դատական իշխանության ամրապնդում, բայց կգնա դրան ԿՊ-ն, պարզ չէ։ Եվ այսպես երկու միտք, եկեք երկուսին էլ անդրադառնանք։ Նոր սահմանադրություն ընդունել չի ստացվի։ Ինչու եք այդպես համարում։ Բոլոր մեր ընտրությունների հանրաքվեները կեղծված են եղել, դա կարամ տենց բացահայտ ասեմ, որովհետև մշտադիտարկումներ են կարել, նաև այդ վերջի սահմանադրության փոփոխությունների, ակնհայտ մեծ խախտումներով են եղել, ու ես կարծում եմ, եթե ազնիվ ձևով լինեն, չի ստացվի ուղղակի այս դասավորվածությամբ, որ կա քաղաքական ուժերի, որ մենք կարողանանք նոր սահմանություն ընդունենք։ Ինչու, որովհետև բացի նրանից, որ կան տենց շատ խնդրահարույց հարցեր անկախության հռչակագրի այսպես քաղաքական բանով, բայց նաև ամեն հոդված, ամեն այսպես գլուխ իր մեջ ինչ որ մի խնդրեմ ունենալու է։ Իսկն մարդկանց մի մասը կարող է համաձայնվի քաղաքական, ասենք, այդ մոտեցմանը, որ պետք է հռչակագրի անի, բայց այսինչ գլխում, այսինչ խնդիրը տեսնի, մյուս գլխում ուրիշ խնդիրը տեսնի, ու դրանից ինձ թվում է չի ստացվի ուղղակի, որտեղ նաև ավելի քիչ անձնական շահագրգռվածություն կա ի տարբերություն պարլամենտական ընտրությունների, որտեղ երբ որ 2005-ին էր, որ ձախողվեց, Քոչարյանն է դրեց մի անգամ սահմանադրություն ու բացարձակ ձախողվեց բանով, որտեղ այնտեղ ինքն էլ չուներ շահագրգռվածություն, տենց էական բան անելու, լծակներ օգտագործելու բան։ Առանց լծակների, առանց ինչ որ տենց մանիպուլյատիվ էլ չէ, կեղծումների, այսպես ասեմ, ինձ թվում է հնարավոր չի այդ անել։ Երկրորդ բանը այն է, որ այնուամենայնիվ մենք սահմանությունում ունենք խնդիրներ։ Ուրեմն այստեղ իմ մոտեցումը ամենասկզբից էր ճիշտն ասած այդպիսին, որ պետք է մենք տեսնենք ինչ մարտահրավերներ կա սահմանադրության մեջ ու փորձենք շտկել եղած սահմանադրությունը դրան այս մարտահրավերներին համապատասխանեցնելով։ Երկուսի մասին այդ գրել եմ, մյուս մեծ խնդրեմը այն է, որ հատկապես խոշորացումից հետո համայնքների մարզերի գոյությունը ինձ թվում է ամենասկզբից է խնդրեմ եղել, այսինքն տեղական ինքնակառավարման զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը այդ մարզային բաժանումն է։ Հիշում եք այն ժամանակներին, երբ որ առաջի սահմանադրությունով այդ արեցին, նպատակն էր, որ առավել կառավարելի դառնան, կենտրոնացված, խոշորացումն եմ հիշում, այդպիսի։ Չէ, միջև այդ երբ որ մարզերը սարքեցին, նպատակն էր, որ մենք ունենք շատ գյուղական, քաղաքային համայնքներ ու նպատակն էր, որ մենք ունենանք հեշտ կառավարելու մի համակարգ կենտրոնացված, որտեղ որ Երևանն էլ էր հիշում եք մարզ, նույնիսկ Երևանը վախենում էին կարգավիճակ տան Երևանին, որովհետև այդ խնդրեմը կա, ընտրովի ալտերնատիվ ինչ որ։
ու նույն բանը, նույն տրամաբանությամբ այդ ստեղծվեց, որը ըստ էության չի թողնում նորմալ տեղական ինքնակառավարման զարգացումը Հայաստանում, որտեղ հիմնական ֆինանսական միջոցները այնուամենայնիվ մարզպետարանում են, ու դա էլ մյուս մարտահրավերն է։ Ես կարծում եմ, եթե գլոբալ այսպես նայենք, ես ընդհանրապես կարծում եմ Հայաստանում ինչքան ինքնավարությունը տարբեր ոլորտներում ինչքան մեծանա, այնքան ավելի մենք արդյունավետ գործող համակարգ կունենանք, պետություն կունենանք, Այս բարդրությամբ կենտրոնից կախվածությունն է։ Դե ըստ էության վարչապետը կենտրոնն է մեր ամբողջ ամեն ինչը բոլոր հարցերում, հա, ու այստեղ դա որ դատական համակարգը ավելի անկախ լինի, տեղական ինքնակառավարումը ավելի անկախ լինի։ Բայց դուք ինչ լինի։ եք նշում, ասում եք չի ստացվի ձայների հարաբերակցության տեսանկյունից, քանի որ սահմանադրության հարցը, այո, դուք շատ կարևոր հարց եք մատնանշում, բայց նման հարցերը շատ են, ինչպես դուք ասում եք, խնդիրներ կան սահմանադրության մեջ, մենք էլ ասում ենք գուցեև ծուղակներ կան, կամ նոր ծուղակներ չստեղծվեն սահմանադրության մեջ, բայց գիտենք սահմանադրության համենայն դեպս հասարակությունը ասելով սահմանադրական սահմանադրության հետ կապված հանրակրվեն, չգիտես ինչու կապում են այդ Ադրբեջանի պահանջի հետ, որովհետև Ադրբեջանը անընդհատ հիշեցնում է, որ խաղաղության պայմանագիրը կախված է սահմանադրության մեջից, այդ հռչակագրի հղումը հանելուն։ Սահմանադրություն ընդունել չի ստացվի։ Ինչու չի ստացվի, որովհետև ձայները բավարար չեն, Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու անցկացնել, եւ դա լավ է, թե վատ է Հայաստանի դեպքում։ Որպեսզի սահմանադրություն լինի, որոշակի կոնսենսուս պետք է լինի, որտեվ իսկապես պետք է ձայների այդպես լուրջ մեծամասնություն լինի, որ կարողանանք այդ փոփոխությունը անենք։ Կոնսենսուս հասնելու համար մենք պետք է ընտրենք այն հարցերը, որտեղ դա հնարավոր է։ Եթե մենք ամբողջը դնում ենք մի զամբյուղի մեջ, ես կարծում եմ չի ստացվի, որտեղ էլ եմ ասում, կլինեն առանձին հարցեր, որտեղ ընտրողը կասի, այս հարցերի հետ խնդիր չեմ տեսնում, բայց այս մի հարցում ես խնդիր եմ տեսնում, ուրեմն դեմքը քվեարկեմ։ Դրանից ելնելով եմ ասում, հա, այսինքն եթե մենք առանց քաղաքական կոնսենսուսի հասնելու, այսպես զորով ու կռվով սահմանադրություն անցկացնելը ոչ մի լավ բանի չի բերի։ Իսկ կոնսենսուս մենք կարանք որոշ հարցերում հասնել, որը որ շատ դժվար կլինի, նույնիսկ այդ այսպես ծայրահեղ օպոզիցիային է, բան անել։ Եթե ասեն վարչապետի լիազորությունները չափից շատ են, ինչ պետք է ասեն, ասեն չէ, շատ չի եւ այլն, հա, չի ստացվի ինձ թվում է այդ ձևով։ Համար ինձ թվում է այդ է, իսկ որ պետք է փոփոխություն, այդ դրա մասին բոլորն են ասել, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, երբ որ այս Ադրբեջանի պահանջը չկար ընդհանրապես այն ժամանակ, բայց սահմանադրության փոփոխությունը եղել է 18 թվականի հեղափոխության այսպես բաներից մեկը, կետերից մեկը։ Փոփոխություն, բայց ինչն է փոփոխվում։ Դուք գիտեք օրինակ, որպես Ես կարծում եմ այն ձևը ոնց որ հիմա են անում, այսինքն ինչ որ փակ մասնագիտական շրջանակում ինչ որ հարցեր են քննարկում ու դա չի դառնում, էլ եմ ասում, ինձ թվում է ցանկացած փոփոխություն օրենսդրական առավել եւս սահմանադրության պետք է սկսի թե ինչ խնդիր ենք մենք ուզում լուծել։ Սահմանադրական մարտահրավերը որն է։ Որն է այս սահմանադրության մարտահրավերն է։ Մինչև հիմա պես նորմալ ձևով քաղաքական իմաստով չի հարցվել դրա մասին։ Ասվել է, հա որ վարչապետի գերլիազորություններ են, կարծես թե այդ բոլորը ընդունում են։ Բայց վարչապետը չի շտապում այդ լիազորություններից հրաժարվել։ Հա, չի շտապում, որտեվ այդ բաներից մեկն է, վտանգներից մեկն է Փաշինյանի վարչապետության ու քանի գնում ոնց որ այդ ավելի այսպես բանա դառնում, այն չգիտեմ ոնց փափուկ բառ ընտրեմ, բոլորին երջանկացնելու այսպես իր միսիան, որ ինքը հաջորդին պետքա երջանիկ սարքի, անընդհատ խոսում է որ հիմա երջանիկ, ժողովուրդ երջանիկ ու այստեղ վտանգներն է, որ նաև կարանք որոշ մասին զոհաբերենք, որ բոլորը երջանիկ լինեն։ Այդ բանը ոչ թե ամեն մեկին երջանիկ սարքելու խնդիր է դրվում, այլ բոլորին, իսկ այդ բոլորին ինչ որ մի բան սարքելը միշտ բերում է ինչ որ մի մասին զոհաբերելու շնորհիվ,
ու այդ իմաստով իհարկե ինքը դժվար թե ուզենա ինքնական լիազորությունների հրաժարվի, եթե իսկապես այդ չդրվի, նաև կարծում եմ կարող է այդ հարցը, եթե ճիշտ ձևով դրվի, նաև կարող է լինի ընդհանուր ռեֆորմների ճանապարհը, որը որ մեզ պետք է եվրոպական ստանդարտներին այսպես ավելի մոտենալու, Դե այն ինչի մասին խոսում է, բայց դա սահմանադրություն չի, սահմանադրության մեջ փոփոխություն չի, չէ՞։ Դա այնտեղ չի պատճառ Չէ, կա, որտեղ եթե մենք տեսեք խնդիրն ինչ է, ես ուզում եմ միանգամից առանձնացնենք երկու հարց, Եվրամիության անդամակցությունը եւ դրա պահանջները Պահանջներին չենք ասում։ Պահանջները առանձին բան է, պահանջներ չասենք, ռեֆորմների ուղղագիծ ասենք, հա, այսինքն ինչ պետք է բանենք։ Ըստ էության ամենասկզբից չհաշված են խառը տարիները եւ այլն, բայց Քոչարյանի նույնիսկ Քոչարյանի ռեֆորմների հիմնական գիծը եղել է եվրոպականացում, որտեղ դրան ալտերնատիվա չկա, դրա ալտերնատիվան եվրոպական ինչ-որ ստանդարտներ բանի կառավարման եւ այլն այլ բաների դրան հակադրվելն է, որտեղ ռուսական մոդելը մոդել չի, ինքը այն է, որ չենք ուզում Եվրոպա լինենք, մենք մեր ուրույն ճանապարհը ունենք, որը ոչ մեկ չի կարող նկարագրի ըստ էության ինչ է, ցարիզմը, ինչ է, չկա ըստ էության, ինչ-որ դիմադրելու բան, այսինքն մենք տեսնում ենք այս ինչ-որ ուղենիշը, կամ դա մերժում ենք, կամ ինչ-որ այդ ուղղությամբ գնում ենք, հա։ Եթե այդ իմաստով, եթե մենք գնում ենք, ու երևի պետք է գնանք, այս ընտրությունների արդյունքով էլ նաև, ու սրան ավելանում է նաև տնտեսության արդիականացման խնդիրները, որտեղ էլի այդ ստանդարտների նույնիսկ սնունդի ստանդարտների ինչ-որ բանով, եթե դու շարժվում ես, տեխնոլոգիապես մենակ եվրոպական, նույնիսկ ամերիկյանը ավելի ուրիշ է բանով։ Որոշակիորեն պետք է այդ ճանապարհով գնանք։ Մենք կարող ենք քննադատել Եվրոպական միությունը, որ չափից ավելի է այդ ամեն ինչը անում, բայց մեր մոտ էլ չափից պակաս է այդ ամբողջը։ Մենք սնունդի հետ կապված, օրինակ, չգիտենք, միսը որ առնում ենք, ինչքանով այդ միսը առողջ կամ ոչ առողջ, ինչքան է այդ փորձեցին սպանդանոցներ սարքել եւ այլն, բայց նորմալ չի ստուգվում, ոչ մի բանը նորմալ չի ստուգվում, հա։ Իսկ նորմալ ստուգելու համար բացի նրանից որ պետքա դու ստանդարտ ունենաս, որ ասում են բանի շրջանակնում ունենք եվրասիական այդ միության եւ այլն, բայց նաեւ տեխնոլոգիական ինչ որ մոտեցումներ են պետք։ Այնպես չի որ Ռուսաստանից հանձնաժողով գալիս է, ով էր պատմում, ասում է, այս ձուկը ինչ է այսքան մեծ, չի կարա նորմալ սնունդով։ Այդպես չի։ Աչքաչափով կամ ինչ որ չափումներով առանձին տեղերում, հա։ Մեր տնտեսության արդիականացման ու ստանդարտիզացիայի համար նաև այդ տեխնոլոգիական բանա պետք։ Ուզում եմ ասեմ բոլոր ուղղություններով, սկսած տնտեսականից, բայց նաև այդ քաղաքական եւ այլն, մենք այնուամենայնիվ մի ուղենիշ ունենք։ Մյուսը չենք կարա, մենք բան դժվար թե կարողանանք ադրբեջանական կամ նույնիսկ ղազախական մոդելով ինչ որ շարժվենք, հա։ Չի բռնում մեզ ոչ մի ձևով։ Ուրեմն վերադառնալով սահմանադրությանը, սահմանադրության մեջ այնուամենայնիվ կան խնդիրներ, ու էլի մենք կարող ենք այտենց փորձել իմ պատկերացմամբ ճիշտ մոդելը այն է, որ փորձենք եղած սահմանադրություն տեսնենք ինչ պրոբլեմատիկ կետեր ունենք, որոնք որ այնուամենայնիվ այդ ընդունված իշխանությունների տարանջատման, տեղական ինքնակառավարման, տարբեր մարդու իրավունքների եւ այլն, որ հարցերում մենք խնդիրներ ունենք այս համայնության մեջ ու այդ ուղղությամբ շարժվենք ու կունենանք այդ ժամանակ նաեւ եւ փորձագիտական եւ ինչ ասեմ, բարոյական աջակցություն Եվրոմիությունից, մնացածներից է ու դա ինչ որ դեպքով կլինի
ստիմուլ, որ մենք այդ բաները անենք, հա։ Դուք ասում եք մեզ պետք է դա առնել, այո, բայց ինչ որ ես նորից այդ նույն հարցը երևի այլ ձևով եմ ձևակերպելու հիմա։ Մեզանից հարցնում են հասարակության ինչ որ շերտերին այդ ներգրավում են այդ քննարկման մեջ, թե ինչ պետք է, ինչն է սահմանադրության մեջ։ Մենք արդեն քանի տարի է խոսում ենք սահմանադրության, ինչքան հանձնաժողովներ եղան, հիշում եք, չէ՞։ Այդ ինչ որ ժամկետներ էին նշված, հանձնաժողովներն էին աշխատում, մենք այդպես էլ չհասկացանք ինչի վրա են աշխատում, ինչ կետեր են փոխում, բացի այդ մեկ կետից, որի մասին խոսեցինք, այդ քաղաքական խաղաղության պայմանագրի հետ կապված պահանջ կետին, այսպես ասած, որը հələ չգիտենք ոնց է դա դրսևորվելու, այդ հանրակրվեի տեսքով լինելու է, չի լինելու, մենք ոչինչ չգիտենք այդ սահմանադրության մասին։ Դուք կարծում եք, որ այդպես է արվում բոլոր երկրներում, այսինքն մարդիկ նստում են, գրում են սահմանադրություն, ասում են այս տեքստը, բայց գոնե տեքստի հետ պետք է ծանոթանա, չէ՞, մարդը որը գնում է այո թե ոչ է, ասում է այո թե ոչը 15 թվի, հիշում եք, այո թե ոչը։ Բոլոր նաև էդ էլ է խնդիրներից եղել, պետք է իմանաս ինչին ես այո ասում, ինչին ես ոչ ասում։ Ասում են տեքստը պատրաստ կլինի, կտանք ձեզ, դուք կծանոթանաք, հա։ Այո։ Այդ մոդելը էլի աշխատող չի լինելու, որովհետև մեկին տառասխալը դուր չի գալի, մյուսին ամբողջ գլուխը, այն մեկին բոլորը ունենալու են կարծիք։ Ու ոնց դու կարող ես այդ կոնսենսուսի գաս։ Մեթոդաբանական ինձ թվում է սխալ կա ամենասկզբից, եթե մենք ուզում ենք սահմանությունը փոխենք, հա։ Եկեք պարզ մի հատ ասենք, որն է մարտահրավերները։ Եկեք ձևակերպենք մարտահրավերները ու ասենք, գուցե այս անգամ այս խնդիրները լուծում ենք այս հանրակրվեով, ինչ որ խնդիրներ չենք կարողանում հիմա լուծում տանք, թողնում ենք ապագայի համար եւ այլն, որովհետեւ դա էլ է մոտեցում։ Այնուամենայնիվ այնպես չի որ չգործող սահմանադրություն ունենք գործող սահմանադրություն, հա։ Ուրեմն եթե մենք նոր տեքստ ենք ամբողջությամբ անում, նոր խնդիրներ լինելու։ Ինձ թվում է նոր տեքստի վրա են աշխատում։ Փաշինյանի ասելով նոր տեքստը ունենալու է նոր խնդիրներ, ակնհայտ է, չի կարող այդպես չլինի, հա, ժամանակը ցույց կտա, որտեղ են այդ խնդիրները եւ այլն մոտեցումների բան։ Չես կարող ինքը դիսերտացիա չի, կամ գիտական աշխատություն չի, որտեղ այստեղ խնդրեմ տեսնում ենք, մենք ունենք նոր խնդիր։ Ես տեսնում եմ, հա, նոր չի այդ խնդիրը, այնպես էր որ սահմանության հարցը միջև ընտրություններ ինքը այսպես քնած վիճակում էր, կիսաքնած, ինչ ասեմ, չէ, քնած երազ տեսնելու դե, բոլորս գիտենք ինչ որ մի բան, բայց չգիտենք ինչ է իրականում տեղի ունենում։ Հիմա դա դառնալու է արդիական խնդիր, որտեվ կամ պետք է ասենք նույն Ադրբեջանին, որ գիտեք ինչ, չեք ուզում խաղաղության պայմանագիր, մի արեք, բայց մենք չենք կարող սահմանություն փոխենք։ Ուղղակի տեխնիկապես չենք կարող։ Կներեք, ուզում եք գնացեք խաղաղության, չեք ուզում եք ստորագրեք, մոտեցումներից մեկը կարա լինի, որ հատուկ ասել եք, եկեք այնպես անենք, իբր թե արդեն ստորագրել ենք այդ պայմանագիրը ու շարունակենք։ Ոնց որ հիմա մոտավորապես արվում է։ Իսկ տնտեսական ինչ որ կապեր եւ այլն առանց ինչ որ այդ բանը անելու, հա, եթե դուք հետո հարմար կգտնեք, կստորագրենք թե չէ։ Բայց արհեստական մեր վրա պարտավորություն վերցնենք հիմա, որ մենք նոր սահմանադրություն ենք ունենալու, ու դրանով նոր խաղաքարտ տանք Ադրբեջանին, որ անընդհատ ասի դե այդ մի պայմանը չարեցիք ու բան արեք, պետքա պարզ խոսենք, էլի, այստեղ ինձ թվում է պարզ պետք է ասենք, որ տեսակ ընտրությունների արդյունքները 50%-ից պակաս ստացավ ԿՊ-ն, ակնհայտ է, որ գոնե այն մյուս 50-ը սահմանադրությանը դեմ է լինելու, բայց նաև այն մարդիկ, ովքեր այսօր ԿՊ-ին ձայն են տվել, իրանց է միստվար զանգված կամ չի գնալու հանրակրվեի կամ դեմ է քվեարկելու, որտեվ այդտեղ որն է իրանց այսպես շահը, որ գնան նոր սահմանության փոփոխության։ Այսինքն այդ 49 ու չգիտեմ քանի տոկոսը հիմա չեմ ուզում նորից թվին նայեմ, որովհետև ինչ որ երկու տարբեր թվեր են հիմա շրջանառվում, կարևոր չի, ԿՓ-ի ստացած ձայները չի նշանակում, որ դա 49-81, հա։ 49-81% ձայների չի նշանակում, որ դրանք բոլորը
Փաշինյանին տված ձայները հավասար են համանadrության մեջ այդ փոփոխությունը առնվազն մի 20% պակաս, հա, մի 20% ինձ թվում առնվազն դեմ կլինի համանadrությանը կամ չի մասնակցի։ Որտեվ այդպես դրթել իրանց, որ դու պետքա գնաս, որտեվ ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու բաներից մեկն այն է, որ ես այս պաշտոնի եմ, ինձ աջակցի, որ ամեն ինչ շարունակվի ինձ ոնց որ բան է լինում, ռիսկայնությունը քիչ լինի եւ այլն, հա, գործիդ կմնաս, բան եւ այլն։ Սահմանության պարագայում չընդունվեց, հետո ինչ գործից դուրս գալու բանը։ Լավ, բայց հիմա այս փուլում վերահաշվարկներ են արվում եւ մենք հիմա այս փուլի մասին եկեք խոսենք, տեսնենք այս վերահաշվարկները կարող են այս 49-81-ը փոխել եւ դարձնել, ինչպես ասում էին, սահմանադրական մեծամասնություն Փաշինյանը ստանա եւ արդեն ոչ մեկին չհարցնի, ինքը դնի եւ այդ հարցը կարողանա հեշտությամբ ավելի լուծել։ Փոփոխություն կարող է լինել մեծ այս վերահաշվարկների, իհարկե հիմնական հարցը իհարկե Բարգավաճ Հայաստանը միայն, արդյոք միայն։ Ինձ թվում է, հա, ուրիշ տենց էական փոփոխություն չի կարա լինի բանով։ Բարգավաճ Հայաստանի պարագայում ինձ թվում է, եթե Բարգավաճ Հայաստանը մտնի պարլամենտ, ավելի կայուն պարլամենտ կունենանք, նրա հաշվին, որ այնուամենայնիվ Ծառուկյանը այսպես համենկոմ միշտ է փորձել լինել։ Ինքը տենց ծայրահեղական բանով չի գնա, ինքը այնուամենայնիվ հենց Հայաստանում մեծ շահեր ունի բանով, լեզու գտնելու եւ այլն, ու այդ իմաստով բան կլինի, բայց դե հիմա չենք կարա կռահենք ու նաեւ այսպես ենթադրենք, որ կարող է ինչ-որ խաղ լինի ու որոշեն, բան ինչ-որ մարդիկ կարան տենց մտածեն, ես այդպես չեմ մտածում, որ հնարավոր է, որ այսպես քաղաքական որոշում լինի, մտցնենք, թե չմտցնենք։ Դուք հիշեցրեցիք 2008 թվականին մշտադիտարկում եք անում, այդ նշանակում է այդ բոլոր գործընթացներին, ինչ բան է 2008 թվականը, դա մարտի 1-ի, դրան հետևեց մարտի 1-ը։ Ես ուզում եմ համեմատություն անցկացնել, որպեսզի հասարակության համար պարզ լինի, երիտասարդ սերունդի համար պարզ լինի, թե ինչպիսին պետք է լինի իրավիճակը, որ այն համարվի պայթյունավտանգ կամ նորմալ յետընտրական զարգացումներ են, վերահաշվարկ են պահանջում, նորմալ են զարգացումները, թե պայթյունավտանգ է։ Ինչպես 2008-ին գործը հասավ մարտի 1-ին։ 10 օր կարծեմ տարբերություն տվեց, չէ, 19 ամսի 19-ին էր, կարծեմ 19-ին սկսվեց եւ ամսի 1-ին արդեն դա պիկն էր։ Բուն իրադարձությունը եղավ, երբ մարդիկ զոհվեցին։ Դե Քոչարյանը միշտ լեգիտիմության խնդիր է ունեցել, նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումը ա եղել, իրավական իմաստով абսուրդ, քաղաքական նույնպես, որտեղ 2003 թվականի ընտրությունից հետո Սահմանադրական դատարանը ասեց ընտրությունները վստահելի չէին, այսպես, ու հանրաքվե նշանակեց 2004 թվականին, ու այդ ապրիլյան դեպքերը եղավ, Բաղրամյանին ցրել, Բաղրամյան պողոտայում մարդկանց ցրել տարբեր ու ամբողջությամբ ոչ համաչափ ուժ կիրառելով բանով, ու այդ խնդիրը կար, դրան գումարած մենք այն ժամանակ այդ երկրապահի ֆակտորը բավականին մեծ էր դեռ, որտեվ 2004-ին էլ ես հիշում եմ մենք հայտարարություն էինք ընդունել, որ ինչ-որ ոչ իրավական հատուկ ձևակերպումով, որ ելնելով SSS խախտումներից եւ այլն, ընտրությունները համարում ենք չկայացած, ու դա չկայացած բառը սխալ բառ էր իրավական իմաստով, բայց բան իմաստով ըստ էության ինձ թվում էր այդ ճիշտ ձևակերպում էր, ու մի քանի մեր գործընկերների հետ այդ ստորագրեցինք, բանարեցինք, ու ես հետո դա տանում էի տարբեր տեղերին, որ մարդիկ նաեւ այդ այսպես դեմ արտահայտողները որոշ դեպքերում ծայրահեղական, որ տեսնեն, որ այնուամենայնիվ ինչ որ աջակցություն կա ոչ միայն այսպես բռնի ճանապարհով բանանելու։ Ու
կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ վրաններ էին խփած ու մեջ այդ երկրապահ տղաներն էին տենց հիմնականում բանով չսապրված ինչ-որ բանից մի քիչ վախենալու էր իմ համար ազնվությամբ որտեվ այդ լարվածությունը այդ բաներ 2003-ն է 2004-ի բան է հա որտեվ 3-ին ցույցեր եղավ բայց հիմնականը 4 թվականին եղան ցույցերը Սահմանական դատարանի որոշման կայացման այսպես պահանջով մեծ ցույցեր էին 2008-ին դեռ երկրապահի բանը կար որոշակի գործոնը կար ու նաև լեգիտիմության մեջ պակաս կար որտեվ այն որ ընտրությունները այն ժամանակ բացահայտ ճնշումներով էին լինում ու տեղամասերում ուղղորդել ուշ կիրառել լցոնում ինչ ասես չկար հա բանով ես այն ժամանակ մոտ 120 դիտորդ ունենք ու ես ահա որ այսպես բան վիճակում էի նյարդային որտեվ այդ ամեն զանգը ինձ թվում էր հեսա մեկի հետ մի բան է կատարվելու ու ես չգիտեմ չէի իմանալու ինչ անց որ 120 հոգի ուղարկել ես բան այն մարդկանց որոնց մի անգամ առաջնակից ու որոնց հետ տենց բան պես շփում չես ունեցել էլի որ բան անի մի մասին ճանաչում ես մի մասին մի երկու անգամ ես տեսել ինչ որ դասընթաց ես կարճ անցկացրել կոչվում ազատ դիտորդ էր կոչվում չէ մենք ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի հետ էինք անում այդ դիտորդությունը իրանք էին աջակցում ու կոալիցիա էր մի քանի բաներով անուն չունեինք կարծեմ չեմ հիշում այ անուն կար իրավական նախաձեռնություններ ընտրություններ այսինչ թիվ տենց էր որտեղ թեժգից ունեինք ու բան իրավական նախաձեռնություն 2007 թվական հետո բարի եւ այդ ինձ տրամադրություններն են հետաքրքիր 2008-ի ընտրություններից հետո եւ հիմա այս այդ զուգահեռն եմ ուզում բան հիմնական տարբերություններն հա որ ուզում էին մարդիկ այն ժամանակ այդ ճնշված բեռը թոթափեին որտեվ հիմա որ Քոչարյաններ էր ասում այն ժամանակ արժանապատիվ քաղաքացիները հաղթած եւ այլն իսկ ես ուրիշ բան եմ տեսել որ մարդիկ վախենում էին բոլոր տեղերը վախենում էին ինչ որ մի բան անելուց այդ Պապլավոկի դեպքը որ Պողոս Պողոսյանը սպանվեց այդտեղ ավելի այսպես դաժան պատմություններ էր որ դրա մասին ոչ մեկ չէր խոսում կաֆեում լիքը մարդ էր նստած եղել դեպքը կատարվել էր ու ոչ մեկ դրա մասին չէր խոսում մի անգլիացի մարդ կար այ հիմա անունը կարողա չհիշեմ Տասիսի փորձագետներից էր ինքը առաջի կհիշեք կարող է իրան ինքը առաջի հարցազրույցը տվեց ու ասաց որ սենց բան է տեղի ունեցել դրանից հետո նոր մարդիկ սկսեցին ինչ որ վկայություններ տալ ինչ որ բան խոսել եւ այլն վախի մթնոլորտը այնքան մեծ էր որ հիմա պատկերացնելի չէ այն ժամանակ ասում էին ինչ ես ընդհանրապես քո ՀԿ-ով անում ասում էին մարդու իրավունքներ այս երկրում մարդու իրավունքներից ինչ ես խոսում հիմա այս այնքան ուրախ եմ որ բոլորը իրավապաշտպան են ես արդեն բան որտեվ իրապես ըստ էության փաստաբանները դարել են իրավապաշտպան որտեվ այս եվրոպական երկրներում կամ ուրիշ տեղերը փաստաբաններն են մարդկանց բանում այն ժամանակ փաստաբանները վախենում են մենք հատուկ կայք ունենք մարդու իրավունքները Հայաստանում ու նյութերեն համարյա ամբողջ նյութերը էքսկլյուզիվ էր որտեվ բանի հյուսիսային պողոտայի մասին շատ քչերն էին գրում վախենում էին էլի մի խոսքով այն վախի մթնոլորտ էր որ հիմա ասում են այդ ճնշումներ վախ եւ այլն պողոտան պարզապես ասենք այդտեղ տներ կային մարդիկ էին բնակվում իրենց այդ տներից հանեցին այդ պատմությունը երևի թե շատերը գիտեն եւ այդ մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրներ հիշում եք այդ տեսա նյութերը կանանց տնից հանում էին խոսքով այդ դա նկատի ունեք փողոցը կար բան հանում էին տները օտարում էին եւ այդտեղ բան ունեն ու արժանապատիվ կարող է ասային մենք հաղթանակ բան չգիտեմ մոսկվացի հյուրերին կամ չգիտեմ բանում բայց
մարդկանց կյանքը այդ իմաստով շատ տենց ինչ որ իմաստով, հա, չհաշված են Աշոտ Մանուչարանին մի պահ կա նաև այդ խնդրեմը կար, որ ես օրինակ հիմա ինչ է, կարան քեզ բռնեն, որ էլի շատ այսպես բան է, այս կադրերը որ նայում են ոնց են գլուխները կախած, թևերը ոլորած տանում, անշնորհքություն է, հա, բանը։ Բայց այն ժամանակ խնդիրն էր, որ կարային փողոցում ակտիվիստի ծեծային, Աշոտ Մանուչարանին, Միկա Դանելյանին, Էդիկին Բաղդասարյան, ուղղակի Մարկին Նռնակի պատմություն էր, հա, ու այդ բան ինչ որ սարսափի բան կար, որ ավելի լավ է սուս մնա, որտեվ դու կոնկրետ ինչ որ բաների բան։ Մենք իհարկե այսօր էլ ապահովագրված չենք, որ ասենք 5 տարի հետո այդպես չի լինի։ Ուզում եմ էտել բանեմ, ես հիմա չեմ բանանում, որտեվ ահագին մեղմացում եղավ Սերժ Սարգսյանի ժամանակ, որտեվ լրիվ ուրիշ միջավայր էր վախի իմաստով բանով, այնուամենայնիվ Սերժը ավելի շատ կոռուպցիոներ էր, քան բռնարար։ Ինքը տենց բաներ չուներ էլի, ժամանակներից էլ է իհարկե, մենք հիմա կարող ենք այսպես ինչ որ բան կա, որ մենք ձեռք ենք բերել դրական, այ հիմա ոնց որ թե դուք ճիշտ է ասում եք, հիմա ձերբակալում են եւ շատ տգեղ ձևով են տանում մարդուն, հետո գուցե հապած են թողնում, բայց այդ դե ինչ որ մարդկանց բաց չեն թողնում, այս ընտրությունների չենք կարող դրա մասին չխոսենք, ինձ թվում է ամենաստվերող բանը այդ Արթուր Օսիպյանն է, միանշանակ, որտեվ այսպես վարչապետի քմահաճույքից, որ քմահաճույք չես կոչի երևի, չէ, բանից ինքնատերապետումը կորցնելու պատճառով այդ մարդը հիմա ազատազրկված է ըստ էության։ Չէ, իհարկե այս ժողովրդավարությունը կամ մարդվիրանքները այնպիսի բան է, որ մի պահ հանգիստ քնեցիր, վաղը կհայտնվես նույն բանտում, հա, ինչ որ բանում։ Իրավիճակը պայթյունավտանգ է հիմա համարվում է։ Չէ, ես կարծում եմ ոչ։ Իսկ մարտի 1-ի նախորդող շրջանը ընտրություններից հետո ընտրությունից առաջ էլ։ Ընտրությունից առաջ շատ լարված էր։ Շատ լարված էր այդ մոնգոլ թաթարական այդ բանը թեզը, որ Տեր-Պետրոսյանը դրեց, հետո ես հատուկ նաև հաշտարար եմ ու կոնֆլիկտների դասընթացներ եմ անում, որոշ դասընթացների ժամանակ այդ փոքրիկ պաստառներից կա բանի, բուկլետներից Տեր-Պետրոսյանի, որտեղ այսպես սև սպիտակ բանով, այս կողմը, չգիտեմ, անօրինականություն, չէ, ավելի վատ բառեր հիմա չեմ հիշում բանով, այս կողմը ամեն ինչ լավ, փայլուն չգիտեմ ինչ, ու կարմիրով տենց ինչ որ գծեր, ու ընտրություններից առաջ է ես նույնիսկ գրել, որ այս սևը սպիտակի պայքարը վերջը արունա բերելու, որտեղ այնքան լարված էր այդ ամբողջ միջավայր ընտրություններից առաջ, որ շատ մեծ հավանականություն բոլորի օդում այդ բանը կար, բախման, այսպես շունչը կար ընտրություններից առաջ նույնիսկ, ու չգիտեմ, այն ժամանակ փորձում ենք ինչ-որ ձևով բան անել մեր մոտ գրասենյակում հանդիպումներ էինք անում, բան փորձում ենք ինչ-որ ձևով այդ մթնոլորտը մեղմացնել, բայց չստացվեց, ունեցանք այն ինչ-որ ունեցանք բանով, ու այստեղ ես բացարձակ հավասարության նշան չեմ դնում օպոզիցիայի ու իշխանության բանի, իրավական տեսակետից, հա, բանով, այնուամենայնիվ, այն որ մարտի 1-ին Քոչարյանը արեց, անելու բան չէր մեղմ ասած։ Հիմա այդպիսի լարվածություն դուք չեք տեսնում։ Չէ, ես չեմ տեսնում որևէ տենց բան, որը կարող է ինչ-որ լուրջ ինչ-որ բախումների, նաև ոչ լուրջ։ Ես կարծում եմ նույնիսկ ցույցեր կարող է չլինեն ընդհանրապես։ Որովհետև այնուամենայնիվ ընտրությունների արդյունքները այդքան է վիճարկելի չեն, հավաստի են ինձ թվում, բոլորի համար է, մոտավորապես ստացել են այն ինչ որ պետք է ստանային, բանով։ Դա չի նշանակում, որ էլի ադմինիստրատիվ ռեսուրս բան չի կիրառվել, բան դրա մասին չի խոսքը, հա։ Բայց
Գոնե կաշառք բաժանելու մասով մենք տեսել ենք, որ հակառակ ընդդիմություններ անում, այդ ավելի շատ այդ բաները։ Դե դա հատուկ ցուցադրվում էր, որպեսզի ցայտուն ավելի դառնան այդ դեպքերը։ Դա հասկանալի է, բայց այն սխալներն էլ, որը մատնանշում են, դրանք տեխնիկական սխալներ են, չէ՞, կարծեմ Գիտեք, նաև գաղափարական խնդիր կա։ Այդ ինչ եմ ասում, բախում չի լինի, բանը, որտեղ պայքարողների կոնտինգենտները տարբեր են, բանը։ Քանի որ մեծամասնություն ուներ Քոչարյանի, ես կարող էի պատկերացնել, որտեղ այնտեղ այնուամենայնիվ գաղափարական մարդիկ բավականին շատ կան։ Սամվել Կարապետյանի դեպքում ըստ էության ինքը ինչ էր իր ամբողջ բանը, հովանավորի ընտրելու բան էր։ Մի մարդ, որը ծրի փող կբաժանի, ծրի աշխատանք կտա, ծրի ինչ որ մի բան հովանավորի ընտրություն էր, հա։ Այդ մարդիկ, ովքեր հովանավոր են փնտրում, իրանք այտենց պայքարի պատրաստ չեն։ Ու եթե այսպես ավելի պես բան լիներ, ես ճիշտ ասած այսպես ավելի ուրախ կլիներ, սենց ասեմ, գաղափարական իմաստով, որ ավելի շատ ձայներ գնային Դաշնակցությանը Քոչարյանին, որտեղ այնտեղ գոնե ինչ որ գաղափարական բան կա։ Իսկ այստեղ զուտ հովանավորչություն է։ Ու այդ Քոչարյանի հովանավորչությունը զուտ բանի Սամվել Կարապետյանի դեպքում զուտ այն է, որ ընտրենք մի մարդը, որը մեզ լավ կնայի, այդ կոնտինգենտը, որը իրան համար քվեարկել է, ինքը որևէ պայքարի պատրաստ չի լինի, բանը, որտեղ ինչի համար չկարողացար մեզ այդ բանը անես։ Մինչ գովազդի դուրս գալը ձեր ձևակերպումը, ինչպիսի խորհրդարան մենք նորից ունեցանք, ես հուշեցի, հա, նորից բառը չպետք է ասի, ինչպիսի խորհրդարան մենք ունեցանք, ներող եղեք։ Դե արդեն որ երրորդ ընտրությունն է, մենք բանի ընդդիմության փրկտուկի մեջ ենք։ Ով կարող է այդ ընդդիմությունը լինի ըստ էության բովանդակային եւ այլն, որ ինչ որ աշխատող կլինի պարլամենտում ու նաեւ աճ կունենա մյուս ընտրություններում, որ մարդիկ իրան ընտրեն, հա, որտեվ այսպես ամենահնարավորությամբ Կարապետյանը մյուս ընտրություններում արդեն չի ունենա այս բանը, որտեվ ունեցել ենք դες դեպքեր, եթե չես կարում այդ հովանավորի բանը անես, դե ուրեմն չես կարում, երկրորդ անգամ իր հետևից չեն գնա բանով։ Ու Քոչարյանի պարագայում է ոնց որ թե արդեն չի ստացվում, հա, չի ստացվում։ Չէ, այս անգամ ինձ թվում է ավելի այսպես գաղափարական կողմնակիցներ կային Քոչարյանի բանով եւ այլն, բայց դե էլի ու այդ բանն է թե կունենանք մենք վերջապես ընդդիմություն թե չէ։ Չէ, դա դուք խոսում եք այն ապագայի մասին։ Իսկ ես հիմա մենք պետք է տեսնել հիմա։ Գովազդ հայտարարենք եթերում, հետո տեսնենք հիմա ինչ ունենք եւ այնուամենայնիվ ում ասեցին ոչ, դա մի քիչ դաժան է, բայց ում ասեց ոչ հասարակությունը։ Իսկ ում շանս տվեց եւ հույս տվեց, որ եթե շարունակեն աշխատել, գուցե ինչ որ բան ստացվի։ Գովազդը եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում։
որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արտակ Կիրակոսյանի հետ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրենի։ Եվ այսպես պարոն Կիրակոսյան, արդյունքում, այս թողուբոհից հետո, այս աղմուկից հետո, ընդ որում սա այն միակ երևի դեպքն է լինում, այս եւ հանրաքվեն, եւ այս ընտրությունները, եւ երբ քաղաքացին ինքը մասնակցում է քաղաքական գործընթացներին։ Մնացած ժամանակ ինքը պարզապես դիտողի դերում է, դիտում է, արձագանքում է, իր կարծիքն է հայտնում։ Իսկ այստեղ ինքը կարողանում է ազդել քաղաքական իրավիճակի վրա։ Կարողացավ ազդել։ Ինչ ստացանք արդյունքում։ Գուցե կարողացավ եւ այսպիսի արդյունք էր ակնկալում հասարակությունը։ Հարցադրումը շատ լավն էր, որտեղ այդ հիմնական խնդիրներից մեկն է, հա, քաղաքացին ընտրությունից ընտրություն է ազդում process-ների վրա, թե ընթացքում էլ։ Ինձ թվում է այդ փոփոխվում է, քանի գնում, այդ որ խոսում ենք այն տարիների մասին ու այս տարիների բան, ինչ որ իմաստով այդ վախի ու բանի բեռը ոչ ամբողջությամբ, բայց թոթափել է հասարակությունը, ու նաև մենք մարդիկ, ովքեր որ մինչև 18 թիվը քաղաքական դերակատարներ չեն ընդհանրապես, իրանք մասնակցում են ընտրություններին կամ ճնշումների արդյունքում, կամ ուղղորդումների եւ այլն, կամ կաշառելու։ Ըստ էության իրանք քաղաքական դերակատար չէին այդ իմաստով։ Ձայներ էին, որոնց առնում էին կամ ճնշում էին կամ բան էին անում։ Հիմա դա փոխվում է, ու ես կարծում եմ այդ process-ը շարունակվելու է, ու ընթացքում էլ մարդիկ կփորձեն գտնել հարթակներ, այսօր սոցիալական ցանցեր կան եւ այլն, հարթակներ, որտեղ որ, բայց նաեւ այդ մեր խնդիրն է, այսպես հասարակական կազմակերպությունների, գուցե նաեւ կուսակցությունների, որ այդ մարդկանց, ովքեր որ դեռևս քաղաքական խոսք չունեն, բայց քաղաքական որոշում կայացնելու հնարավորություն ունեն, օգնենք, որ իրենք խոսեն, որտեվ խոսելու միջոցով մարդը նաև հասկանում է ինքն իրեն, որպես քաղաքական ու հասարակական դերակատար։ Քանի դու լուր ես, տունը նստած կամ թեկուզ խոհանոցում, սովետի ժամանակներից, տարբեր ժամանակներից մենք սովետի ժամանակ Facebook-ում գրել է այդ չի, որտեվ Facebook-ում դու իրականում դու խոսում ես, բայց չգիտես ով է լսում քեզ։ Այն լայք տվողները, բանանողները, մի քանի մեկնաբանությունից կարաս մոտավորապես պատկերացնես, թե ինչ մարդը լսեց, այս մարդը չլսեց։ Ուրիշ բան է, երբ որ մենք մարզերում անում ենք կլոր սեղաններ, ու դու ասում ես, հիմա խոսի, ինչն է խնդրեմը քո կարծիքով Հայաստանի, ու
բոլորին թվում է լիքը բան ունի ասելու, հակաճառելու, վիճելու բան, բայց երբ որ ասում ես հիմա խոսի, պարզվում է խոսելիք չունի առանձնապես, որտեվ լսող չի եղել, որ ինքը կարողանա իր միտքը արտահայտի, հասկանում եք, բանա։ Ու այդ հիմա ինձ թվում ամենահիմնական բաներից մեկը այն է, որ այդ մարդիկ սկսելու են ավելի ու ավելի խոսել, ու մենք պետքա փորձենք, ինչ ասեմ, օգնել բանը, որտեվ երբ որ դու իմ խոսքը ձևավորում է նրա շնորհիվ, որ դուք ինձ լսում եք։ Պետքա այտենց ինչ որ հարթակներ սարքվեն այդ մարդկանց համար, կամ իրանք կսարքեն երևի թե ինչ որ ձևով այդ process-ը գնալու է։ Այսինքն քաղաքացիական ես երևի մի քիչ ուրիշ տեղ տարա հարցը։ Չէ, ես տարա, դուք հարցը ուրիշ տվեցիք, ես տարա ուրիշ։ Հա, ես էլ հիմա ձեր հետևից եկա եւ ուզեցի ոնց որ ամփոփ ձևով այդ միտքը ձևակերպենք, քաղաքացիությունը ձևավորվում է ոչ թե ակտիվությամբ, այլ նաեւ իր ասելիքը կարողանա ձևակերպի եւ իմանա ինչ նպատակ ուր է գնում, իր նպատակը կարողանա նախանշի, հա? Այո, որտեվ այս ընտրությունները ձևակերպումը, հա, այսինքն որ դու կարողանաս դու քո միջև դու չես խոսել։ Ինչն ես կարևորում, կարողանաս Ինչն ես կարևորում եւ այլն, հա։ Մենք որ բարձային այդ քննարկումների ժամանակ անցյալ տարի դրանից բանով այսպես տարբեր մարզերում քննարկումներ էինք անում ու հիմնական նպատակներն էր որ մարդիկ իրանք մասնակցեն հանրային օրակարգի ձևավորմանը ու շատ հաճախ պարզվում էր որ այն օրակարգերը որը Facebook-ներում այսպես քաղաքական բան հնչում են բացարձակ իրանց հետաքրքիր չի իրենց լրիվ ուրիշ հարցեր են հետաքրքիր հա այսպես ինչ-որ զավեշտալի բաներ դառել, որ առաջի խնդրեմը, որ ասում էին թափառող շների խնդրեմը մարզերում, հետո շտապօգնության մեքենաները, որ գյուղեր, հեռավոր գյուղեր չեն հասնում, այս տիպի բաներ, կոյուղաջրերի խնդրեմը, այսինքն ինչ-որ խնդիրներ էր, որոնք իրանց համար օրակարգային առաջնային հարցեր են, որոնք որ մենք այսօր էլի կարանք, մենք չէ, ինչ-որ մարդիկ այդ ժեխի բանով ասեն, որ բանա, բայց կներեք, եթե կոյուղաջուրը ինչ-որ տեղեր խառնվում է ռոկման ջրի հետ, հա, այդ մարդու համար դառնում է անվտանգության ավելի էական խնդիր, քան այդ սահմանագծման բաները, որտեղ կոյուղաջուրով ճիշտ եք ասում, դրա համար էլ գնում են մարզեր, գնում են գյուղեր այս նախընտրական շրջանում եւ սկսում են այդ կոյուղաջրերի խողովակների հարցեր լուծել ասֆալտի հարցեր լուծել եւ դրանով ոնց որ թե առաջ են տենց անում հիմա չէ առաջ են իրենց ձայները այդպես է պետք հասկանալ առաջ հովանավորությամբ միջոցով էին դա անում հա ասֆալտ բան ասենք ասֆալտ փռելով են բաները այդ ձայն վերցնում Grand Kenzi Վարդանյանները հա Վարդանյաններ եղբայրները այդ տենց գնում էին падգամավոր դառնալու համար այդ տաուշու մարզում ինչ որ տեղեր կովեր էին նվիրում հովանավորչական բաներ լինում դա մասնակցային ինչ որ մի բան չէր տարբերություն կա այնուամենայնիվ հա ինչ որ հիմա տեղի ունենում ինչ որ այն ժամանակ էլի Կարապետյանին վերադառնալով այդ նույն բանն է հովանավորչական ինչ որ մի բան այս մարդուն ընտրենք որտեվ ինքը մեզ մի բան կտա հա այս հարցը կլուծի եւ այլ երկիրը կաշխատի որպես որտեվ պետությունը ըստ էության ոչ մի բան չէր անում ոչ ճանապարհներ ոչ ջուր ոչ մի բան չէր անում եթե ինչ որ հովանավոր չունենային սահմանամերձ գյուղերում եթե Մովսես գյուղը Մոսկվայում չունենա մեծ համայնք իրանց մոտ ոչ մի խնդիր չէ լուծվում բանով Սերժ Սարգսյանը կոնկրետ օրինակով եմ ասում հա ճանապարհ էր խոստացել որ կլինի այդ ճանապարհը 5-6 տարի չկար ու տենց հանձնարարականներ տրվում էր այս պետք է արվի այն պետք է արվի ոչ մի բան չէր արվում մարդիկ մնում էին այդ տենց բանով ընդ որում շատ հաճախ այդ իմ սիրած օրինակներից այլի թեմայից շեղվում ենք, բայց շատ եմ սիրում այս պատմությունը։ Բանում Չինարի գյուղ գալիս է Կարեն Կարապետյանը ու ասում է ինչ կարիքներ ունեք ու հիմնականում այդ հանդիպումները այսպես է լինում։ Գալիս էին 10 րոպե նկարվում էին, հետո սեղան բան այնտեղ գյուղացիները դրած այդ դրան չէին մասնակցում։ Սկի շուրային գալի գնում էին, կարևորը նկարվեց։ Ինչ կարիքներ ունեք Դե շատ կարիքներ ունենք, պարոն վարչապետ, կոմբայն կուզենաք,
Հա, իհարկե, կոմբայն, հա, բանով, հա։ Ու տենց, դե կոմբայն ձեզ կնվիրենք։ Նկարեցին, գնացին, կոմբայնը նվիրեցին, բանով։ Հետո բանը անը, որ իրականում Չինարի հողերը այնքան քիչ են այդ բանի պատճառով, նաև պատերազմի ադրբեջանական վերահսկողության տակ են հողերի երևի 70%-ը։ Ու պարավակարից կոմբայնը գալիս էր, իրանց այդ գործը անում էր, որևէ կարիք չկար այդ կոմբայնի բանով, հետո պարզվեց, որ նաև չինական, այնտեղ բելարուսական զապչաստերի խնդիր կա եւ այլն, այդ կոմբայնը, չգիտեմ, հիմա կարելի է հետաքրվել, ինչ եղավ այդ կոմբայնի պատմությունը։ Ֆիկտիվ, ցուցադրական։ Ոչ թե իրական մարդկանց կարիքների բանով, այլ այսպես հովանավորչական, հա, կոմբայն կուզես, դե որ տալիս ես դու, այս այդ գյուղապետերի հետ սահմանամերձ երկար աշխատել եմ, ասում եմ, չնեղանակ, բայց այս հարաբերությունների շնորհիվ այդ շնից մաս պոկելու հոգեբանությունն է ձեր մոտ ձևավորվել, որ մի բանից մի բան պոկենք, հա։ Դուք որ պատմում եք, որ թվականն եք պատմում։ Այդ պատմում եմ 10 տարի առաջ 17 երևի 10 տարի անցել է։ Դուք ասացիք ինչ որ բաներ փոխվել են, փոփոխությունների մասին հետաքրքիր դիտարկումները ձեր շատ հետաքրքիր էր։ Այս հարցում փոխվել են թե նույնն է։ Այսինքն իրենք ընտրում են ընտրողը իրենք եմ ասում, մենք բոլորս ընտրում ենք ինչով ղեկավարվելով։ Մեր պրիորիտետներով, մեր առաջնահերթություններով, պետությունն է ինչ որ գյուղի կարիքներով, գյուղը ընտրում է շատ բարդ հարց եք տալի ու ես վերում եմ հասցնեմ ինչ խորհրդարան ունեցանք մենք այս խորհրդարանն էինք հանրությունը սա էր ուզում գուցե այո սա էր ուզում խնդիրն այն է որ թե նա ուրիշ բան էր ուզում ուրիշ բան ստացվեց հələ որ այդ բանը չի եղել որ այդ դերակատարների որ ասում եմ իսկ այդ երևի ժողովրդի հա ժողովրդի մեծամասնությունն է այնուամենայնիվ նորա քաղաքական դերակատար դառնում ինչքան է տարօրինակ է այդ ինչում հա իսկն այն մարդկանցից ովքեր որ օգտագործվել են ձայներից դառնում են ընտրական ձայներից քվեարկողներից դառնում են քաղաքական դերակատարներ ու այդ իմաստով հովանավորչություն փնտրողներ դեռ կան, բայց մի մարդկանց ահագին մասի համար հովանավորը կամ իրանց այսպես կարիքները հոգացողը պետությունն է, որը որ երկար ժամանակ այդպես չէր։ Հա, իշխանությունները, գործող իշխանությունները։ Գործող իշխանությունները, ճանապարհ են սարքում, էս են անում բան, մենք կարանք այսպես խորհրդային միությունից մնացած ինչ որ Չէ, բայց դա սերոտիպ չի։ Այդ կարևոր է։ Չէ, դա կարևոր է, որ ընտրում են նաև Փաշինյանին նրա համար, որ ինչ որ բաներ անում է կոնկրետ։ Ու դա բաներ, կարևոր բաներ են, որտեղ ճանապարհը շատ կարևոր բան է, վերջը, աշխարհին կապող հիմնական բաներից մեկն է, հա։ Հաջորդ էտապը, եթե մեր ժողովրդավարությունը կամ պետությունը նորմալ զարգանա, այն պետքա լինի, որ այդ մասնակցայինը մեծանա, ու այդ ինձ թվում է այսօրվա քաղաքական կուսակցությունների քաղաքասարակության հիմնական բանը այն է, որ քաղաքասարակությունը այսպես ընդլայնենք, այսինքն ներառենք այդ մարդկանց որպես էական մասնակցողներ, ոչ թե շահառուներ։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Վերջին իմ դիտարկում հարցս պահանջարկ եւ առաջարկ քաղաքականության մեջ եւս դա կա։ Մենք մեր ընտրություններում դիտարկեցինք, որ հասարակությունը ճիշտ է, տարբեր շերտեր, տարբեր պահանջարկներ ունի։ Մենք չունեինք մեկ պահանջարկ, ճիշտ է, տարբեր նպատակներ ունեին մարդիկ, բայց տարբեր նպատակներին սպասարկում էր 19 քաղաքական ուժ։ Այդ նպատակներին սպասարկող կային քաղաքական ուժերը առաջարկում էին այս պահանջարկը, փակում էին այս պահանջարկը, այսպես ասած, սպասարկում էին այս պահանջարկը, թե ոչ, դրա համար դրանք ստացան 0.22%, 0.38%, առաջարկը եւ պահանջարկը մեր քաղաքական դաշտում, տիրույթում համապատասխանում են իրար, թե ոչ։ Առաջարկն ու պահանջարկը գալիս է հանդիպումից, երբ որ իրար տալու բան ունենք։ Այո։ Հա, այսօր դեռ այդ տալու հնարավորությունը չի երևում։ Եթե Թատոյանը ասում է ես այս բաները կանեմ կամ չգիտեմ, այս մյուս ուժը, չգիտեմ, տարբեր մարդիկ,
հավատ չկա ընտրողի մոտ, որ ինքը դա իսկապես կարող է անել։ Կամ ինքը կտա կոմբայն, որը իրեն իրականում պետք չի։ Կոմբայնից այդ ուժերը այդպես չեն խոսում, հովանավորչական բանով չեն խոսում։ Չէ, Դա Սամվել կոմբայն Կարապետյանն ասելով, էր։ Փոքր ուժերը այդպես չեն խոսում, հովանավորչությամբ չեն խոսում։ Ասում էին մենք ձեր շահերը կպաշտպանենք եւ այլն եւ այլն։ Բայց քանի որ այդ կապը այդ երկխոսությունը այնքան ուժեղ չէր, որ ես հասկանամ, թե դու իրականում դու կարողանաս անես, ու ես ինչ կարող եմ անեմ քո հետ միասին դրան հասնելու, որտեվ ակնհայտ է, որ առանց մենակ ձայն տալով այդ մարդկանց, չգիտեմ, ինձ թվում է այդ կփոխվի այն ժամանակ, երբ որ այդ մարդիկ զգան ընտրողները, այդ փոքր կուսակցությունների, որ մենք միասին կարող ենք դա անել։ Եթե դու ասում ես, ես այս կանեմ ու դու մասնակից չես, այդ հավատը չկա, որ դու իսկապես կկարողանաս դա անես։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն բարեկամներ, նաև ձեզ շնորհակալություն Արտակ Կիրակոսյանի հետ ենք զրուցում քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրենի զրուցվարում եմ ես Գայանե Արաքելյանս, բարին ձեզ։